մենք հակված ենք խաղաղության, այս փուլում այո գտնվում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի կորստից հետո եկել է ասել է այն կետին, որ ունենք այն ինչ ունենք, շատ կարևոր է միջազգային հանրության աջակցությամբ ամրագրել այդ խաղաղությունը եւ ապահովել հայ ռազմագերիների վերադարձը ու շատ արագ շարունակել սահմանազատման գործընթացը, սահմանազատման գործընթացը հիշենք արդեն 1.5 տարի է կանգնած է։ Եթե հաստատվել է սահմանազատման կանոնակարգը երկու երկրների պարլամենտում։ Ընդ որում դա միակ փաստաթուղթն է, որը Հայաստանի Ադրբեջանի միջև ստորագրված ունի իրավական ուժ, այսինքն խորհրդարանների կողմից վավերացված։ Մնացածը ինչ որ հայտարարություններ, կոչեր, ելույթներ են։ Այսինքն մենք երկու պետությունով ունենք մեկ ստորագրված փաստաթուղթ, որը Ադրբեջանը չի կատարում։ Տեսեք, որ անդադ խոսում են դե պայմանագիրը կնքենք խաղաղության, կնքենք, բայց եթե այս փաստաթուղթը կնքել է, խորհրդարանը վավերացրել է, ինչի չի կատարում։ Այսինքն մենք իրականացրել ենք սահմանազատում Ադրբեջանի հետ, միջև այս փաստաթղթի կնքելը այդ անօրինական առանց հիմնավորումների իրանցի հատվածում։ Դրանից հետո կնքվում է փաստաթուղթ ու չի իրականացում։ Սա մեր համար կարևոր է, որ տեղի ունենա նաև միջազգային հանրության ու միջազգային չափանիշներին համապատասխան, եւ եթե սրանից հետո այդ սահմանազատումը տեղի ունենա ընդ որում տրամաբանությամբ, որ վերևից ներքև հյուսիսից հարավ, սա կապահովի, որ երբ որ մենք հյուսիսից սկսում ենք հարավ իրականացնել սահմանազատում, հասնելով այդ հնարավոր ճանապարհի հատվածին, որտեղ պարտադիր է սահմանազատումը, չէ՞ որ սահմանակետ լինի, որ հնարավոր լինի այդ ճանապարհը ստեղծել թրիպի։ Դրա համար Հայաստանը պետք է պահանջի, որ կա տրամաբանություն սահմանազատումը շարունակել Տավուշից։ Երբ որ դու Ադրբեջանը մոտիվացված է, որ այդ սահմանազատումը շուտ մեղրի հատվածում լինի, որ այդ ճանապարհը բացվի, մենք էլ ասում ենք նորմալ է, նաև Միացյալ Նահանգներին ու մնացած գործընկերներին, որ Տավուշից աջակցեք սահմանազատումը գա հասնի մեղրի, որի ընթացքում նաև այդ Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ժամանակավոր գրաված տարածքները հետ կանցնեն Հայաստանին։ Այսինքն սահմանազատման գործընթացը այսօր նաև խաղաղության ապահովման գլխավոր նախադրյալներից մեկն է, որը ցավոք չի իրականացվում։